Արեք լայվ ենք ինձ որ էդի Ուրախ եմ բոլորիդ ողջունելու Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ հավաքվել ենք շատ կարևոր մի քանի առիթներով եւ նախ եւ առաջ ուզում եմ բոլորի շնորհավորել արվեստի միջազգային օրվա առիթով, որը նշվում է այսօր եւ նախորդ տարի պատկերասրահը հենց այսօրը վերաբացվեց շուրջ 4 տարի տևած վերանորոգումից հետո, որի համար պետությունը հատկացրեց ավելի քան 800 միլիոն դրամ եւ սա հնարավորություն տվեց նորովի վերաբացել մշտական ցուցադրությունը եւ մեր հանրությանը հասանելի դարձնել նաեւ արվեստի այն գործերը, որոնք մինչ այդ ցուցադրված չէին։ Եվ ես հիշում եմ, որ նախորդ տարի վերաբացման այս օրը, որը նաեւ արվեստի միջազգային օրը լինելուց բացի նաեւ Արշիլ Գորգու ծննդյան օրն է, պատկերասրահը ցուցադրել էր այդ պահին իրենց մոտ եղած Արշիլ Գորգու փոքրիկ մի գործ, որը 1974 թվականին փոխանցվել էր պատկերասրահին եւ այսպիսով խորհրդանշական մի ժեստ էր դա նաեւ մեր մեծ նկարչի վաստակին եւ անունին ուղղված ու շատ ուրախ եմ, որ դրանից ուղիղ 1 տարի հետո մենք ունենք հնարավորություն պատկերասրահում ոչ թե խորհրդանշական ձևով արժևորել Արշիլ Գորգուն, այլ նրա ծննդյան օրը նշանավորել նաեւ մի շատ կարևոր գործի պատկերասրահ մուտքով։ Եվ այդ գործը պատկերասրահին հանձնելու հնարավորությունը ստեղծվել է պետության կողմից թանգարանների համալրման ծրագրի շրջանակներում։ Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից տարբեր միջազգային աճուրդների դիտանցումներով պարզ է դարձել, որ Սոթբիս հեղինակավոր աճուրդում վաճառվում է Արշիլ Գորգու գործերից մեկը եւ փաստացի դա հնարավորություն է տվել, որպեսզի պետության միջամտության եւ այս քաղաքականության արդյունքում ավելի քան 30 միլիոն դրամ տրամադրելով մենք այսօր ունենանք հնարավորություն վայելելու Արշիլ Գորգու, կարծում եմ, շատ գեղեցիկ եւ արժեքավոր գործերից մեկը եւ շատ ուրախ եմ, որ սա նաեւ մեր հանրությանը հնարավորություն կտա նորովի ծանոթանալ թերևս հայազգի նկարիչներից ամենամեծ արժեքը ու անունը կերպարվեստում թողած մեր նկարիչներից մեկի հետ։ Եվ սա շարունակական քաղաքականություն է եւ խոսքս ամփոփելով ուզում եմ հիշեցնել, որ մենք նախորդ տարի ավելի քան 330 միլիոն դրամ ենք հատկացրել տարբեր մեր թանգարանների համար մշակութային արժեքների ձեռքբերմանը եւ վստահ եմ, որ այս տարին էլ կամփոփենք արձանագրելով, որ ունենք նոր մշակութային արժեքներ, որոնք վերադարձել են Հայաստան եւ իրենց տեղն են գտել մեր թանգարաններում, դրանով իսկ մեր հանրությանը վերադարձնելով մեր մշակութային ժառանգության ու արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունը։ Շնորհավորում եմ բոլորիս, կարծում եմ նաև մի փոքրիկ գաղտնիք բացեմ, այսօր նաև պատկերասրահի տնօրենի ծննդյան օրն է եւ ստացվում է այնպես, որ Տիկին Հակոբյանի ծննդյան օրը ամեն անգամ նշում ենք նոր նվերներով, որոնք որ առաջին հերթին պատկերասրահի հավաքածուն համալրելու եւ արժեքավոր դարձնելու քաղաքականություն են։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, սիրով խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալ եմ շատ, հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի տիկնայք նախարարներ, հարգելի ներկաներ, հարգելի հոբելյար, շնորհավորում եմ բոլորիս այսօրվա առիթով, որովհետև Արշիլ Գորգին համաշխարհային կերպարվեստի նշանակալի դեպքերից մեկն է եւ իհարկե հայկական կերպարվեստի կամ հայկական ծագում ունեցող կերպարվեստի նշանակալի դեմքերից մեկն է
Եվ այսօրվա մեր միջոցառումը եւ կառավարության որոշումը ունի մի քանի նշանակություն եւ բոլոր այդ նշանակությունները իհարկե կապված են հետեւյալի հետ։ Մենք շատ ենք խոսում նրա մասին, որ պետությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է եւ հայկական կյանքի առանցքը եւ գրավիտացիոն կենտրոնը լինի։ Գիտեք, մեր ժողովուրդը պատմության տարբեր էջեր է ունեցել, երբեմն հայկական իրականության կենտրոնը եղել է Մադրասը, երբեմն ինչ որ ժամանակում հայկական իրականության կենտրոնը եղել է Ստամբուլը, երբեմն ինչ որ ժամանակում հայկական իրականության կենտրոնը եղել է Թբիլիսին, ինչ որ մի ժամանակ հայկական իրականության կենտրոնը եղել է Վենետիկը եւ այլն եւ այսպես շարունակ։ Կարող ենք էլի քաղաքներ, կենտրոններ թվարկել։ Մենք ասում ենք, որ հայկական իրականության եւ կյանքի կենտրոնը բոլոր առումներով մշակութային, գաղափարաբանական, գաղափարախոսական Հայաստանի Հանրապետությունն է եւ այս իրադրությունը, որը պետք է կա եւ պետք է զարգանա, պետք է հարատև լինի եւ ոչ թե ժամանակավոր։ Եվ Արշիլ Գորկին, ով ինչպես այսօր Վիկիպեդիայում նայեցի, ծննդյան վայր նշվում է Օսմանյան կայսրությունը, մահվան վայրը Միացյալ Նահանգները, մենք այսօրվա միջոցառման իրադարձությամբ մենք ուզում ենք եւս մի այսպիսի սիմվոլիկ ազդարարում անել այն մասին, որ մենք դուրս պետք է գանք եւ մենք դուրս ենք գալիս պանդխտության, գաղթականության ցիկլից եւ հայկական արվեստի ստեղծած կրիտիկական զանգվածը եւ մշակութային ժառանգությունը, կրիտիկական զանգվածը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սա առանձին վերցրած միջոցառում չէ, մենք վերջերս պատմության թանգարանում ունեցանք այսպիսի շատ կարևոր իրադարձություն, մենք Մատենադարանում արդեն 2 անգամ նշել ենք այդպիսի իրադարձություն, մենք ազգային պատկերասրահում այսօր նշում ենք այսպիսի իրադարձություն եւ իհարկե սա ամենակարևոր պետական եւ քաղաքական խնդիրն է, որը մենք լուծում ենք եւ թվարկումը նրա մասին է, որ սա առանձին վերցրած միջոցառում եւ առանձին վերցրած գործողություն չէ, սա քաղաքականություն է, որը մենք որդեգրել ենք եւ որտեղ մենք տեսնենք հնարավորություն, այդ հնարավորությունը օգտագործելու ենք հայկական ժառանգությունը, հայկական ծագման ժառանգությունը արվեստի, մշակույթի, Հայաստանի Հանրապետություն բերելու եւ որպես հարատև հանգրվան այդ արժեքների համար եւ սա լինելու է շարունակական։ Եվ կրկին ուզում եմ այս առիթով նախարար նշեց, մենք 30 միլիոն դրամ ենք հատկացրել, էլի նախորդիվ էլ նշվել է, թե ինչ միջոցներ ենք հատկացրել, ես այս առիթով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, այն քաղաքացիներին, ովքեր տնտեսական գործունեություն չեն ծավալում, բայց այսինքն իրենք տնտեսվարող չեն, առանձին վերցրած, անհատ ձեռներից կամ բիզնեսմեն չեն, բայց ամեն անգամ ցանկացած գնում անելիս հարկ են համարում իրենց հետ վերցնել հսկիչ դրամարկային կտրոն։ Ես ուզում եմ մենք բոլորս լավ պատկերացնենք, թե ինչպես է Արշիլ Գորկու կտավը հայտնվել Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ իրենց ամենօրյա գնումները անելիս չեն մոռացել վերցնել կամ տրամադրել վաճառողների մասին հսկիչ դրամարկային կտրոն, այդ ամեն կտրոնից 5 դրամ, 10 դրամ, 15 դրամ, 1000 դրամ կուտակվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եւ տնտեսվարողների վճարած հարկերից առանձնահատուկ շնորհակալություն խոշոր հարկ վճարողներին կուտակվել է Հայաստանի Հանրապետության
պետական բյուջեում եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ունեցել միաժամանակ ներդնել առողջության ապահովագրության համակարգ, որը տասնյակ միլիարդ դրամների ծախս է ենթադրում բյուջետային, հնարավորություն է ունեցել բարձրացնել կենսաթոշակները, հնարավորություն է ունեցել կամավոր ատեստավորման միջոցով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, գիտության եւ գիտնականների ֆինանսավորումը, բանակի ֆինանսավորումը եւ սպառազինությունների ձեռքբերումը եւ այլն եւ այսպես շարունակ եւ չի ասել գիտեք ինչ Արշիլ Գորկու կտավ առնելու ժամանակ չէ, որովհետեւ պետության առաջ այնքան խնդիրներ կան, որ մենք չենք կարողանում լուծել, ոչ մենք խնդիրները կարողանում ենք լուծել եւ այդ խնդիրներից է նաեւ Արշիլ Գորկու կտավի վերադարձը, մեր ձեռագիր հուշարձանների վերադարձը, մեր եկեղեցիների դռների վերադարձը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ուրեմն բարով ես եկել Հայաստանի Հանրապետություն հարգարժան Արշիլ Գորկի ի վերջո երկարատև ճանապարհորդությունից հետո այս կտավը գտնվում է ամենաճիշտ տեղում եւ հիմա րոպեներ անց ավելի կոնկրետ այդ կոորդինատները կընդգծվել եւ առավել ճշգրիտ տեղում այն կհայտնվի։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր նկատել են, նախաձեռնել են, հասցրել են տեղեկատվությունը հնարավորության մասին կառավարությանը եւ այն գործընկերներին, ովքեր ընթացք են տվել գործընթացին եւ հասցրել այն տրամաբանական ավարտի։ Ընդհանրապես շատ ախոսում եմ մասին, որ Հայաստանի կառավարությունը դանդաղ է գործում, բայց ես ուզում եմ ասել, որ այս դեպքում իմ նշած մնացած դեպքերում կառավարությունը որոշումներ կայացրել է հաշված ժամերի ընթացքում, որովհետեւ եթե հաշված ժամերի ընթացքում այդ որոշումները չկայացնեի, հաստատ այդ բոլոր արժեքները աճուրդից ուրիշ գնողներ կգտնվեին եւ մենք ամենաարագ ձևով այդ որոշումները կայացրել ենք եւ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այնտեղ որ պետքա գործել շատ արագ, մենք գործում ենք շատ արագ, այնտեղ որտեղ պետքա 7 անգամ մտածել, մենք մտածում ենք 7 անգամ եւ այսպես շարունակ։ Շնորհակալ եմ կրկին եւ շնորհավորում եմ բոլորիս։
շատ կարևոր հաշվի որոնք ամբողջ կյանքում փորձել են համակարգության դուրս գալ։ Եվ այս ցուցադրությունները մասն է, եւ մենք փորձում ենք ներկայացնել այս տարիներին որպես հայ արմատներով այդ մշակույթի պահպանած, այդ շոշափությունը պահպանած ամերիկացի, ամերիկյան մոդեռնիզմը ավանդը եւ գլխավորապես աբստրակտիզմը գրող արվեստագետ շատ կարևոր է երկխոսությունը։ Եվ այդտեղ մենք արդեն տեսնենք այն ուժները, որոնք վերաբերում են ազդեցություններին։ Այստեղ մենք փորձել ենք ներկայացնել արշինգոր կենսագրությունը եւ նրանց շուրջ տեսնել այստեղ մենք դեպքում ունենք առաջին նկարը, որը շատ տարիներ առաջ դիվել է գույր արշինգորությունը բավարարը եւ այսօր վերջապես միայնակ շատ կարևոր բաժանեցնանալը ունի մեկ տարի անց եւ առաջին անգամ ներկայացրեց Մաղարչուշի լրացնողը փոքրիկ գծանկար է եւ ինքը ֆիգուրատիվ է եւ առաջին անգամ ոչ միայն Հայաստանի ազգային պատկերասրահում, այլ Հայաստանի Հանրապետությունում ասեմ ավելի տարածաշրջանում առհասարակ հայտնվում է արշինգորգու աբստրակտ աշխատանք։ Սա շատ կարևոր նշանակության մի իրադարձություն է։ Ինչպես արդեն նշեցինք, անվերնագիր է կոչվում։ Նկարիչն ինքը կոչել է անվերնագիր, այսինքն անվերնագիրը վերնագիր է։ Եվ այստեղ առաջին օրվանից հենց երբ վերեցի, բոլորը փորձում էին առհասարակ աբստրակցիա, ինքը վերացականություն է, եւ ֆիգուրատիվ չի։ Այսինքն աբստրակտ է մտածողությունը, բայց բոլորը փորձում են ինչ-որ մի բան գտնել եւ շոշափելի դարձնել։ Դա սովորական հոգեբանական մոտեցում է, եւ այստեղ իրականում յուրաքանչյուրս կարող ենք գտնել մերը, բայց իհարկե արևը ակնհայտ է, արև աչք տարբեր կերպ են փորձում մեկնաբանել։ Այս նկարը նաև շատ նշանակալի է, որովհետև այս թվականներին 40-ականներին ինչպես եւ մենք թվագրեցինք այս նկարը հետազոտության արդյունքում, այս թվականներին նա անդրադարձել է Խորգոմ գյուղին, այսինքն իր ծննդավայրին, իր հայրենիքին, եւ մինչ այդ նա բացարձակ այլ ուղով է գնացել եւ 40-ականներին ոնց այդ մշակութային հիշողությունը երկխոսության մեջ է մտնում Ամերիկայում տեղի ունեցող գործընթացների հոսանքների հետ արվեստային եւ ինքը քիչ-քիչ սկսում է անդրադառնալ այս աբստրակտ էքսպրեսիոնիզմին Եվ վերջապես այս աշխատանքով մենք տեսնում ենք արդեն Հայաստանի ազգային պատկերասրահում դրա օրինակներից մեկը։ Քանի որ Խորգոմ գյուղի մասին խոսեցինք, այստեղ կարելի է տեսնել ծիրան, ծառ, աչք, արև, այսինքն այն ամեն ինչ իր մանկությունն է խորհրդանշել, բայց կարծում եմ պետք չի վերացական արվեստը փորձել դարձնել շոշափելի եւ ֆիգուրատիվ, եւ ամեն մեկս փորձեն հաղորդակցվել այս աշխատանքի հետ մեր հոգով իրականում, որովհետեւ վերացականությունը դրա մասին է։ Այս նույն թվականներին ինչու հնարավոր եղավ թվագրել 40-ականներով, որովհետև արվեստաբանական ձեռագրով այդ նույն թվականներին նա շատ հայտնի մի երկու այլ գործ է արել, որոնք իրենց մոտեցման ոճով շատ նման են այս աշխատանքին։ Դրա շնորհիվ էլ հենց արվեստաբանական վերլուծության արդյունքում հնարավոր եղավ թվագրել այս աշխատանքը հենց 40-ականներով։ Այնպես որ այսպեսին է համառոտ այս աշխատանքի պատմությունը, ասեմ, որ ինքը բավական երկար ճանապարհ է անցել մինչև հասնելը։ Վերադարձ կարող ենք կոչել, իհարկե ինքը երբեք Հայաստանում չի եղել, բայց եթե համարենք, որ հայ արմատներ ունի այդ արվեստագետը եւ մենք որում մեծանում ենք, համարենք ինչ-որ չափով վերադարձ։ 5 տարբեր մասնավոր հավաքածուներում է եղել, հետո վերջապես հանրվանել է որպեսզի աջակցում, ինչի շնորհիվ եւ մեր բոլորի բախտը բերել է եւ ձեր բոլորի շնորհիվ, կառավարության շնորհիվ մենք այսօր ունենք այս աշխատանքը այստեղ։ Իմիջիայլոց շատ շնորհակալ եմ այս կարևոր ռազմավարության համար, որովհետև թանգարանների համալրումը իրականում շատ երկար տասնյակ տարիներ ընդհատված է եղել եւ միայն նվիրատվությունների շնորհիվ եւ մեր փոքրի շատ է ձեռքբերումների շնորհիվ, բայց սա շատ կարևոր ընթացք է, որովհետև սա խոսում է նրա մասին, որ մեր պետությունը մշակույթի եւ արվեստի կողքին է, որը շատ կարևոր է։ Կարող եք միած շրջել։ Կարող եք շրջել։ Անցյալ տարի արշինգործության ձեռնորեն մենք որոշեցինք առաջին անգամ վերհանել այս աշխատանքը եւ հետազոտության արդյունքում ասվեց, որ սա իր համար շատ կարևոր կերպար է եղել։ Մայր, ուժ, այսինքն ընտանիք, օջախ, այդպիսի վերբանավորում ունեցող մի ամբողջ շարք այսպիսի։ Եվ իր այսպես կոչված կատալոգ ռեզյումեում հենց արշինգործությունը մատրած այս շարքից բավական շատ գործեր կային։ Այնպես որ ինքը բավական խորհրդանշական կարևոր աշխատանք է։ Սա հայտնի արվեստագետ Աշխեն Մանասյանի նկարացիա նկարել, այո, ասեմ, որ իր ընկերություն է արել աշխարհի ամենա համաշխարհային համբավ ունեցող կարևորագույն արվեստաբանների, քննադատների եւ արվեստագետների հետ։
եւ նաեւ հայրենիքի հետ։ Սակայն ինչպես նշեցի, ինքը Նյու Յորքում գերությունանում էր եւ հաղորդակցում էր հայրենիքի հետ, սակայն ամեն կերպ իրեն ուզում էր դիրքավորել որպես կոսմոպոլիտ եվրոպացի արվեստագետ։ Այնպես որ սա շատ կարևոր է եւ ուսուցումը կարող է ասում են ամեն ժամանակ։ Դա նաև դերձաշոտ։ Աշխատանքից կամ դերձաշոտ։ 85 շատ հետո, նավաց չկար, հասկացական եկներ։ Եթե դուք դեմ չլինեք, դեմ չեք, չնայցիք, ամենամեղն է, ամենամեղն ասես այդ չի կարի, քանի որ մենք ամենամեղն սրանով սա mixed reality է, այսինքն մենք այստեղ տեսնում ենք և իրականությունը, և ոչ իրականությունը, և այստեղ դուք տեսնում եք դետալավորված ոչ միայն այս գործը, այլ հենց այդ վերացականության ամենակարևոր տարբեր դետալները։ Դուք այստեղ որ տեսնեք կապույտ նշաններ տեսնում եք, այ հերթով կանգնեք կապույտ նշաններին և կհայտնվեն այդ գործերը, դետալները։ Հայտնվեց։ Նկարը տեսեք, այսինքն նայում եք նկարին, հետաշրջում եք և տեսնում եք բոլոր դետալները, այո, սա շատ կարևոր է, որովհետև այսպես մեծացված, խոշորացված հասկանում եք աբստրակցիան ինչի մասին է։ Հասանելի է բոլոր այցելուներին։ Այո, իհարկե, սա մեր արդեն երկրորդ փորձն է։ Խորհուրդ եմ տալիս, որ բոլորը կան և անպայման որտեղ շատ է այդ թվում նկարը հասկանալու։ Այո, որտեղ վերացական որտեղ նենց սովորական նայելով սենք չես ընկալում։ Դե ինչա և մի քիչ կտրեք, որ մի քիչ ես կոնկա, որ քայլել կարողանալ հետքիչով, հետը բոլորը իսկ հիմա եթե դժվար չի մյուս կապույտին կանգնեք և կտեսնեք այդ շրջանից մի ուրիշ նկար, այնտեղ կապույտ նշան էլի տեսնում եք, չէ՞։ Ուղղակի ես տեսավ տեսնում եք։ Ոչ, հայտնվեց։ Մենք հաշվի այդ շրջանի ևս երկու նկար եք ավելացրել, որ պարզվելի աբստրակցիան միայն այս նկարի մասին չի, այլ նաև այլ նշների մասին։ Նկարից դուրս եք։ լավ այդ էստեղ, չես կապես։ Եվ ևս մի նկար կուղիվելի։ Միջայլը սենք նկարը սենք չի, այսինքն չեք դժվար կամ շատ երկար և ժամանակ կտանագրել, նայելու համար, որ այս կոմպոնենտներով նկարը անկալենք և կապը բանի հետ, վերնագրի հետ, մանավանդ աբստրակտի դեպքում շատ հեշտ հասկանալի չի։ Շատ լավ։ Մի հատ էլ երրորդ ունենք այստեղ, բայց մի դեպ հաշվառություն։ Այս նաև ուղղությունն է ցույց տալ գերեզմանիա, չէ, այստեղ սենց։ Արգուլա ինչա նշանակում։ Բայրամ։ Որտեղ է այդ կայր։ Մտածածին ինչ-որ մի բան աբավ։ Իսկապես որտեղ նամից բոլորի վար ես նախ այնպես շատ ինչ արդյոք կորսը պատկերասը։ 2500 դրամ։
Լավ, վերջ։ Այո, մնացած իրերի եթե ժամանակ Իմիջանից համերես ամսերի տարբերակի երկրորդ խոցն այս դրվա հատներանային հարվեստագետի արվեստանոցի կրակերտել հատինանդրիաս բարդերի պատշպան մեր դուրս գալիս են դեր դեպս կա ունա ավելի հեշտ է բարելու արվեստը ոչ ներապես մեզ աջակցող երևույթ որ ավելի հասկանալի հիմա այստեղ մեր նաև բազի իջազեցությունները չենք տեղավորում մեզ այդ ամենի ճակի կոնցեպտը եւ արշիվը որ առաջին անգամ որթայնությունում առհասարակ Մոսկվայում շատ կարևոր եւ այդ ցուցադրությունից հետո այս հանդիսատեսները վերաբերվել են իրականում շատ կարևոր Եվ
It's hunting. Այսօր չենք կարացել։ Սուվենիրա, Չէ, շփոթից չկա, ավելի լավ է ես սա ասում եմ։ Բոլոր բարձր ստուդիաները բաց են կտրել նույնիսկ, դու կարող ես չտրեք են Դա անվանակային նվերը ես իմ անձնականն եմ ուսում։ Չի Այսպես ամեն ինչ այսպես Դավ էլ չես ստացվել։ Շատ լավ է։ Մենք նաև շկավեցինք ես կարողանքներ, ընտրել ենք ներսի սրահի։ Դե կոնցեպտը շարունակում ենք։ Էլի, դա շատ կարևոր է, ամբողջ կոնցեպտի շրջանակները։ Այստեղ մեր այցելուների ամենասիրելի նվերները հիմնականում սրանք են։ Հիմա մենք անում ենք ցուցադրության համար։ Այո, մենք փաթեթներ ասենք օրինակ սալոն։ Այո, ինդիալից սալոնին մենք նաև կոնֆերանսի եւ այլն ենք աշխատել 10 օրյա դրության միջոցառում կանելու նորից սկսում ենք։ Նաև սուբտիվը Նայեմ մի 10 օրյա Արարես անձամբ չկա։ նաև ասել ենք սուբտիվը Սրանք են, այսինքն տարածելու հնարավոր բոլոր տարբերակները, որովհետև այսպես ասած մշակույթը լեսականացնելը շատ կարևոր է։ Իհարկե մեկը այդ պարսակոպոլսկական Թող նայողներն էլ տեսնեն ինչ կա եւ շատ լավ նվեր է եւ շատ լավ։ Հատուկ ենք այստեղ դրել, որովհետև այս հատանացիները վերջ բացված, ասում ես ինչ ուզում եք տեսնել նկարը, վաղվանից նույնիսկ կտեսնեք նկարը արտաշաշ։ Այո, 10 օրյա միջոցառում ենք անում վոլերներով վարել։ Լավ շատ կարիք չի։